Ժողովրդի տեղը։ Չէ, ժողովրդի տեղը ասում եմ, ագրեսիվ չէ։ Ես ձեզ շատ բան ճանաչում, դուք ելույթ, հա։ Երբ որ մենք սովորական Լավ, եկեք լոլոպոլոների չասենք, մենք մեր տեղը գնում կանում ենք։ Չէ, այս երկիրը հայ ժողովրդի երկիրն է։ Մենք գնում ենք, մենք առաջ։ Չեք գնում առաջ, մի րոպե, հանգստացի։ Դու իրավունք ունես, գոնե դու հանգստացի։ Ուրեմն կարգիր այդ թե չէ ես ես կարգի կրամ։ Ո՞րտե։ Ne laf trajdu. Problem ստեղծում, ռադիոյում։ Չեսում ես ոտի տակ եմ տալու, ես կրում։ Եկ մի րոպե դու պիտի չակ եկ լսելու։ Ես ձեզ խնդրում եմ լսել։ Հավաքների ազատության օրենքի մեջ է գրված 19 հոդվածը։ Արգելում է հավաքներ։ Ես ձեզ մատնանշում եմ։ Ես մատնանշում եմ։ Ինձ մատնանշում հարկավոր չի։ Ես պարտավոր չեմ այդ օրենքից մոտ։ Դուք չեք ուզում ապայման բախտեք։ Որը բանավոր ասվում։ Բարոն Օսիպյան։ Մի րոպե։ Մայրնական գնաց։ Խփելու ես հայմորը, խփել ես առաջինը ինձ խփի։ Առաջինը ինձ խփի და խփելու ես։ Ժողովուրդովա կազմակերպել։ Ես հայ մայրը։ Հայ մայրը։ Չմտածես, իրավունք չունեք դու ճանապարհը։ Ոչ ես պահել։ Բարձրացրեք որ լսի։ Այս հանա հավաքը։ Ով է կազմակերպել միաբերան ասա։ Հայ մայրերը։ Հայ մայրերը։ Լսակ։ Ես մի հատ խնդրում եմ իրճակ եք ասել։ Ասեք, եկեք։ Դուք իսկ օրենք եկի։ Մի րոպե ես տիկնոջի պատասխան եմ նոր ձեզ։ Հարգելի։ Մի հատ խնդրում եմ լսեք, համբերատար կարող եք լսել։ Իհարկե։ Մի հատ տեսքով պայք է ձեզ տեսնում, դուք կարող եք մի հատ տեսքով իսկան գարում եք։ Չեմ, այստեղ ժողովուրդը կա, դա պատասխանեք ժողովրդին ընկերոջ Սիպյան։ Ես ձեզ ուղղորդում եմ ձեզ եւ ձեր անվտանգությունը կապահովեմ դիմացի մայթը։ Զստավայր ուրեմն ըստ մեր Հայաստանի Հանրապետության հավաքների ազատության օրենքի համաձայն 19-րդ հոդվածի արգելում է նախագահի անմիջապես նստավայրի դիմացի։ Ոչ թե կոնկրետ նախագահի նստավայրը, այլ նախագահի նստավայր, ազգային ժողով, կառավարություն, ատոմակայան, ուղիչ աշխատանքային հիմնարկների մոտ օրենքը կարգավորում է արգելում է ողջամիտ հեռավորության վրա։ Ողջամիտ հեռավորությունը ես ձեր ապահովում եմ դիմացի մայթը։ Հակառակ դեպքում, խնդրում լսեք, հակառակ դեպքում, խնդրում լսեք, ձեր հավաքը ինքը արտոնված չի, հա, արտոնված չի։ Բայց քանի որ ի սկզբանե տեսնելով, որ ինքը կրում է խաղաղ բնույթ, ոստիկանությունը թույլ տվեց այնուհետև դուք երթ անել։ Բայց սակայն դուք արդեն հորդորում եք այստեղ բոլորին, նաև ես կարող եմ, հարգելի տիկին ջան, հարգելի հայուի ջան, ես խնդրում եմ, հա։ Ես խնդրում եմ մի հատ լսեք եւ հաշվի առնելով տարբերություն չեք տեսնում, ինձ համար միևնույն է որտեղ կանգնեք։ Եվ հաշվի առնելով, քանի որ դուք նախապես կոչեր եք արել, չի ենթարկվել ոստիկանությանը, օրենքին, ինտերնետում, կայքերում տեղադրված կա։